հոգեբույժը շատ պարզ հասկանալի լեզվով մեզ ասեց, որ երեխայի մոտ աուտիզմ է։ Իր համար շատ հանգիստ, պարզ հասկանալի լեզվով իմ համար առաջին անգամ մի բան, որի ես չէի սպասում, չէի պատկերացնում։ Երբ որ ես հարց տվեցի, իսկ ինչի հետ գործ ունեմ, ինչ է աուտիզմը, ինչ է դա նշանակում, ասեց աուտիզմը կարող է լինի ամբողջ կյանքի համար, զարգացման խանգարումը, պետք է շատ աշխատեք, կարող է երեխան այսպես էլ մնա։ Այդ ընթացքում դա արդեն բնականաբար աննկարագրելի զգացողություններ, ինչ է նշանակում։ Այդ ընթացքում Նարեկի վարքը անտանելի էր։ Նա ընդհանրապես չէր նստում, չէր լսում, ուշադրության կենտրոնացման խնդիր ուներ։ Երբ որ դու տեսնում ես փոքրիկ մի երեխա, 2 տարեկան, ու այսպես մնա, նշանակում է արդեն դու պատկերացնում ես 25, 30, 40 տարեկան, ինչպես այսպես մնա։ Լրիվ արտասվելով դուրս եկա բժշկական կենտրոնից, անձրև էր գալի, անկեղծ ասած, ոնց որ իմ հետ երկինքը լացում էր։ Դա երևի իմ կյանքի ամենածանր օրն էր, որ ես լսեցի դրա մասին։